Իմ համար երևի կարևոր է ասենց նստել խոսալը, ես տենց եմ հասկացել։ Ու չեմ էլ իմանում թե խիա տենց։ Ինքս էլ չգիտեմ խիա տենց։ Բայց դրա մեջ խորհուրդ կա, որն ինձ անընդհատ դեպի Իրան է տանում։ Ու հետարքիր է էդի անընդհատ այդ ցանկությունը ու այդ հավեսն ունենում եմ ինքնազրույցների կոնտենտի։ Զուտ ոչ թե կոնտենտ, այլ նաև ինչ-որ չափով այդ ինքնառեալիզացման է բերում ինձ։ Ժամանակ առ ժամանակ այդ կարիքը գալիս է ու ինքը իր հերթին սկսում է խոսել ու հայտնում է իր մասին, որ լավ կլիներ, որ խոսեի, որովհետև անընդհատ բաներ են կատարվում, որոնք որ ինչ-որ չափով կուտակումներ են ստեղծում, ոչ թե վատ առումով, այլ խոսելու առումով, էլի։ Ինֆորմացիա է կուտակվում, որը որ զգացնել է տալիս, որ պետքա ինչ-որ կերպ դուրս գա կամ կիսվի, էլի, սենց է դառնում։ Ու էդի ինձ հաճելի զգացում է պարգևում, հաճելի զգացման է բերում, որ ես դա զգում եմ, որ հաճելի կլիներ հիմա նստեի ու սկսեի ինչ-որ մի բանից խոսալ։ Հա, չգիտեմ, ամեն դեպքում այս վերջերս շատ է գլխումս բաներ կատարվում, անընդհատ ինչ-որ մտքեր եմ ունենում տարբեր պրոյեկտների առումներով, տարբեր անելիքների։ Վերջերս որոշել եմ, որ պետքա հեծանիվս վերցնեմ, գնամ տարբեր քաղաքներ, տարբեր գյուղաքաղաքներ, հեծանիվով պտտեմ շրջակայքը այդ քաղաքների, ոչ թե հենց բուն քաղաքը ինքը իր ներսում, այլ նաև կողքը սարերը, բնությունը ու տենց ինչ-որ միտեղ նստեմ, սուրճ տանեմ հետս, սուրճ եփեմ ու տենց դառնա ռիտուալ։ Ճիշտ է, երևի Գերմանիայում ինքը կխանգարի, որ երբ որ սկսեց արդեն անձրևային օրերը բան, բայց մինչև այդ պետք է արվի ու երբ որ հասավ անձրևային օրերին, կփորձեմ այդ օրերին էլ անել անհրաժեշտ ու համապատասխան էպիկրովկով զինված կարելի է գնալ էլի։ Հեծանիվը կդնեմ մեքենան ու կուղևորվեմ մի անհայտ ուղղությամբ ու կգնամ կսկսեմ պտտվել, նկարել GoPro-ներով ու պատմել, խոսել ու սենց ինչ-որ բաներ եմ նկատում, որ ուզում եմ անեմ ու արդեն մի հատ էպիզոդ արդեն պատրաստ ունեմ, որը որ ճիշտ է առանց կոֆեի մասնակցությանը տեղի ունեցել, բայց արդեն ոնց որ կա ինքը ու պետքա որ մոտորերս արդեն հասանելի լինի կամ էլ մինչև այս զրույցը ես հասանելի դարձնեմ, մեծ հավանականությամբ արդեն այդ էպիզոդը դուրս եկած կլինի մի հատ ուրիշ էջով, որը կհրապարակեմ իրականում իմ Instagram-յան էջում։ Հետարքիր է լինելու, արկածային, հավես է լինելու։ Ու որ այդ էպիզոդն էի փորձում նկարել, այսինքն որ հեծոն վերցրել ու գնացել էի, խոսում էի, նկարում էի ու ընթացքի մեջ էի, ես զգում էի, թե ինչ ոգեշնչվածություն մեջս կա, ինչ կուտակված ոգեշնչում մեջս կա, այն ամեն ինչի նկատմամբ, ինչը որ ես սիրում եմ ու սիրով եմ անում։ Ու այդ միտքը անընդհատ ինձ գալիս ծագում է, որ ինչքան կարևոր է, որ մարդը կարողանա գա հասնի մի կետի, որտեղ որ ինքը կկարողանա զբաղվի ինչ-ինչ բաներով, ինչ ինքը սիրում է։ Ու այդ ինձ թվում է մարդու գիտակից ժամանակվա, գիտակից տարիք չասեմ, գիտակից էտապի էլի, երբ որ սկսում է արդեն գիտակցել կյանքը, թե իրան ինչ է անհրաժեշտ, ինչ կարիքներ ինքը ունի ու вообще իր կյանքը ինչի մասին է, սկսում է էդի շատ դոմինանտել այդ կարիքը, ինքը շատ հստակ կերպով սկսում է իրան ցույց տալ, ներկայացնել, որ եղբայր, ես ուզում եմ դու անես բաներ, ինչի մեջ որ դու ռեալիզացված ես։ Ու ահա որ դժվար է գալը դրան, որովհետև նախ եւ առաջ պետքա իմանաս, թե դու ինչ ես սիրում, որը որ էլի շատ դժվար է գտնել, քանի որ պետքա լիքը փորձեր կատարես, մինչև գաս հասնես նրան, ինչը որ դու սիրում ես անել։ Երկրորդ պետքա դու ռեսուրս ունենաս, որ կարողանաս դա քեզ թույլ տալ։ Այսինքն դու պետքա ունենաս հստակ ինչ-որ
եկամուտ, աշխատանք, որը որ քեզ կբերի այսքան գումար ու դու կկարողանաս ասել, որ ես այս գումարից վերցնում եմ այսքան մասը ու ինտեգրում եմ այն ամեն ինչի մեջ, ինչը որ ինձ մեծագույն կիրք է հաղորդում ու տալիս։ Բայց երրորդը էլ, երբ որ դու այդ ամեն ինչը տեսնում ես, շատ ժամանակ հասկանում ես, որ այն ժամանակը, ինչը որ այն ռեսուրսը, ինչը որ դու տալիս ես, այն էներգիան, որ կարողանաս փողի եկամուտ ստանաս, այդ էներգիան արդեն մսխվում է դրա մեջ ու դու չես կարողանում ավել էներգիա ունենալ, որ կարողանաս ուղղել դեպի այն ամեն ինչը, ինչը որ դու սիրում ես։ Շատ դժվար կոնցեպտ է։ Այն որ ես խոսում եմ սրա մասին ու ինքս անգամ խճճված եմ դրա մեջ ու ինքս անգամ խճճվում եմ։ Հազար ու մի տարբեր մեթոդներ եմ մշակում, տարբեր թելեր կապում եմ իրար, թե ոնց անեմ, որ կարողանամ ես հասնեմ նրան, որ ես վերջապես անեմ բաներ, ինչը որ ես սիրում եմ, լիարժեքություն է ինձ տալիս։ Ես գիտեմ, որ ես այդ անելու եմ ու ես գիտեմ, որ ես արդեն իսկ անում եմ։ Հիմա որ նստած եմ, ես խոսում եմ, այս պրոյեկտն էլ է դրա մասին։ Ես մի օր զարթնեցի ու հասկացա, որ ես ուզում եմ խոսեմ։ Ես ուզում եմ ուղղակի այս պրոյեկտն անեմ։ Ինքը նես չի, որ հո գիտեք ինչ, ես իմ աճում է բան ու ես սուտ կասեմ, որ ես չեմ փորձում այնց անեմ, որ դա աճի, ես սուտ կասեմ, որ ես չեմ աշխատում դրա ուղղությամբ, որ աճացնեմ, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, որ ինքը այնց կոնտենտ է, որ ինքը դժվար աճելի է։ Դժվար աճելի է ինքը։ Ոչ բոլոր մարդիկ են հակված լսելու այս ամեն ինչը կամ այս ամեն ինչի մասին, որովհետև մարդկանց ձգտումներն ու ինքնառեալիզացման ուղիները տարբեր է։ Ու քանի որ եկանք հարեցինք այդ կետին, որ ամեն բան տարբեր է ու մարդկանց կարիքները, մարդկանց բնույթն է տարբեր, հետևաբար մարդկանց ինքնառեալիզացման ուղիներն էլ է տարբեր։ Մարդիկ շատ տարատեսակ երևույթներով են ինքնառեալիզացման զգացմանը գալիս ու շատ տարատեսակ անելիքների մեջ են կամ շատ տարատեսակ ցանկությունների մեջ են իրանք գտնում իրանց ինքնառեալիզացումը։ Ցավոք սրտի պետք է ես ասեմ, որ մեր մեջ միշտ սերմանվել է այն գաղափարը, որ մարդը ինքնառեալիզացված է, եթե ինքը հասել է փողին։ Դա շատ ցավալի փաստ է, որովհետև բոլորիս մեծամասամբ մեր հիմքում դրված է եղել այդ գաղափարը, որ փողը առաջինն է, եթե դու փողին հասար, ուրեմն իմացի դու հասել ես քո երջանկության պիկին, դու հասել ես քո ամեն ինչին, ինչը որ դու կկարողանաս քեզ համար ապահովել եւ ցանկանալ քո կյանքի ընթացքում։ Բայց մարդկանց տիպերը ոնց նշեցինք տարբեր են։ Ու քանի որ մեր մեջ էս ամեն ինչը սերմանվել է ու սրսկվել, մենք սկզբից եւ այդ վերցնում ենք այդ գիծը, վերցնում ենք այդ ճանապարհը, ընտրում ենք այդ ճանապարհն ու ասում ենք դե հա, եթե միջավայրը մեզ ասում է, որ եթե փող ունեցար, ուրեմն ամեն ինչ կունենաս, ուրեմն փաստացիորեն ինքնառեալիզացումը դա հավասար է փող ունենալու։ Ուրեմն վազեմ դեպի այդ կարճ ճամփով, ուր է այդ փողը։ Վազեմ գտնեմ դա։ Վազում ես փողի հետևից, փորձում ես տարբեր ուղիներ գտնես, հազար ու մի բաներ ես անում, որոնց որ 90-95%-ը չես սիրում։ Դա պետքա շեշտել, որ մարդ սկսում է փող աշխատել այն ամեն ինչից, ինչը որ ինքը չի սիրում, մեծամասամբ, երբ որ ինքը փորձում է ձգտեցնել իրան փողին։ Այսինքն, եթե իր ինքնառեալիզացումը հավասար է փողին, ինքը այդ գաղափարով է մեծացել ու ապրում, ուրեմն ինքը պատրաստ է գնալու ցանկացած բան անի, դե լավ ցանկացած չասեցի, չգիտեմ, բայց ցանկացածի նկատի ունեմ այն ամենագարշելի գործն էլ, ինչը որ իր սիրտը չի ուզում, իր հոգին դեմ է, ինքը պատրաստ է գնալու անի, այնքանավոր ինքը ինչ որ իր ճանապարհը բրդի առաջ։ Ինքը սկսում է մաղվել դրա մեջ, ինքը սկսում է մսխվել դրա մեջ, ինքը սկսում է փոքրանալ դրա մեջ։ Ու ստիպելով, որ մնա այն ամեն ինչի մեջ ինքը չի սիրում ու իր մարմինը դրա մասին արձագանքում է, սիգնալներ է տալիս, որ եղբայր ախր դու չես սիրում, բայց ինքը մնում է, որովհետև իր մեջ սերմանվել է այն գաղափարը, որ եթե դու ուզում ես ինքնառեալիզացում, որը հավասար է փողին, ուրեմն պետքա դու գնաս դեպի փողը
ու փողն էլ այսպես պետք է լինի 1000 ու մի բան անելով, միաժամանակ 5 բան անելով, էական չի, մեկը գիշերը կանես, մյուսը ցերեկը կանես, առողջությունդ մի կողմ կդնես, այնքան որ հասնես դրան։ Այդ ճամփաներով դեգերելով, փորձելով, քեզ մսխելով, գալիս ես հասնում ես ինչ որ մի հատ կետի, որտեղ որ տեսնում ես, հա, հասա։ Այսքան գումար եմ աշխատում, որը որ 10 տարի առաջ ինձ կթվարա, օ, գիտես ինչ, ես իմ ինչ։ Չդառար միլիոնատեր, բայց դու կարողացար այն փոքրիկ պատառիկին հասնես, ինչը որ քեզ կբերի այդ ինչին, այդ ապահովությանը, որ դու կարողանաս ասես, ես կարող եմ ճամփորդել, ես կարող եմ գնալ աշխարհում ցանկացած կետ, պտտվել, տեսնել, ես կարող եմ մեքենա ունենալ, բնակարան ունենալ, կարող եմ ինձ թույլ տալ այն ամեն ինչը օրինակ, ինչը որ մեր միջավայրում նորմալ է, որ մարդը սկզբնականում, որ ինքը մտնում է այդ ճամփի մեջ, ասում է ես այս բաներն եմ ուզում, որոնք որ նոր թվեցի, էլի։ Ու երբ որ մարդը հասնում է այդ վիճակին, ինքը իրան հարց է տալիս, ասում է էս էր սաղ, սրա մասին էր իմ վազքը։ Սրա մասին էր, որ ես պետք է ինձ մսխեի, սրա մասին էր, որ ես պետք է ինձ չխնայեի, սրա մասին էր, որ ես պետք է օտիդոտ տրվեի, ինչքան որ հնարավոր էր, այնքանավոր ես գայ հասնեի սրան։ Բայց դա չի վերաբերվում բոլոր տեսակներին։ Դա վերաբերվում է այն տեսակներին, ովքեր որ հոգևոր ինքնարեալիզացում են փնտրում։ Ու հենց այդ մարդիկ, հենց այդ տեսակային մարդիկ, որոնք որ ի վերուստ իրանց մեջ դրված է, որ իրանք պետքա հոգևոր կերպով ինքնարեալիզացվեն։ Բայց քանի որ իրանց փոքրուց ասվել է, որ չէ, եղբայր սուտա էդի գնա դեպի փողին, իրանք գնում են հասնում են այդ փողին, ասում են, չէ, ընկերս, ինչ էր։ Էս ուր եմ ես էթում, էս ինչի հետևից եմ ես վազում։ Բայց հոգևոր ամեն ինչը, ինչը որ իրապես ինձի պետքա տա ինքնարեալիզացում, ես ոնց գամ դրան հասնեմ։ Ուտեղ էլ արդեն գալիս է երկրորդ դիլեման։ Ասում ես լավ, հիմա քանի որ ես գտել եմ իմ ապահովությունը, ոնց կարողանամ այդ ապահովությանս գումարեմ այն կետերը, որը որ իմ կյանքում կբերի նաև հոգևոր ռեալիզացման։ Ուտեղ արդեն սկսում է կինոն, որովհետև այդ թելերը մարդը պետք է կարող, այդ լեգոն պետք է կարողանան հենց հավաքի, որ մեկը մյուսին չխանգարի, մյուսն էլ մյուսին չխանգարի։ Դա մի 5-ից 10 թելանի ինչ որ բան է, համակարգ է, որը որ դու պետք է կարողանաս լուծես, ոնց թելերը իրար միավորես, որ մեկը մյուսին օգնի, ոչ թե խանգարի։ Ուտեղ հասկանում ես, որ քեզ պետքա ուղղակի գերբնական նաև ուժ, որ դու կարողանաս, եթե դու հիմնական աշխատանք ունես, որը որ անենց չի քեզի տալիս այդ բավականությունն ու ինքնարեալիզացումը, պետք է կարողանաս նաև այնքան ուժ ունենաս, որ այդ աշխատանքդ կատարելով դրանից հետո դու նաև ուժ ունենաս անելու այն, ինչը որ դու սիրում ես։ Բայց փաստացիորեն ուրիշ լուծում չկա։ Եթե դու հարուստի տղա չես կամ աղջիկ, եթե, չգիտեմ, քո ծնողները թող հարուստ էլ չլինեն, բայց այնքան են քեզ ապահովել, որ ասել են դե դու կարաս, դու հնարավորություն ունես գտի քո համար սիրելի բաներ ու զբաղվի։ Եթե դու չես հասել մի հատ վիճակի, որտեղ որ դու ունես пассив եկամուտ ու դու կարող է շաբաթվա մեջ մի օր կամ 2 օր ասես այս пассив եկամուտից համար ես անում եմ այս գործողությունները, բայց մնացած բոլոր օրերը կարամ ուղեմ այն ուղություններով, որոնցում ես մեծագույն կիրք ունեմ։ Ու հենց այստեղ է կայանում այդ լեգոն, թե քո կարգավիճակը ոնց է, որովհետև դա այնքան ինդիվիդուալ է։ Մեկի մոտ կարա կյանքը սենց լինի, մեկի մոտ ուրիշ կերպ լինի, մեկի մոտ էս լինի ավել, մյուսի մոտ էս պակաս։ Մեկը կարող է իրոք այնքան էներգիա մխսի հենց գործի մեջ, որ գործից հետո ինքը ուղղակի չլինի էլ, այդ մարդը չկա, գոյություն չունի։ Ոնց է սպասում, որ այդ մարդը հելնի ինչ-որ ուրիշ մի բանով զբաղվի, ոնց անի։ Մի հատ շաբաթ կիրակի ունի, էդ էլ ինքը ուզում է ապրի, ուզում է ընկերներ տեսնի, հանդիպի եւ այլն։ Դա նշանակեց, որ այդ մարդը ուղղակի հնարավորություն չունի։ Ու ես այդ էլ եմ հասկանում։ Ունես չի ես պատասխան ունեմ, թե այդ դեպքում ոնց կարելի է անել։ Ես ինքս էլ չունեմ այդ պատասխանը։
Բայց ես մի բան հասկացել եմ, որ առավելագույնս պետքա կարողանաս էներգիատ բարձրացնես դեպի վերև։ Առավելագույնս պետքա կարողանաս այնքան էներգիայի պաշար ունենաս, որ գործը տանես, գործից հետո էլ դու էներգիա ունենաս անելու այն ինչը որ դու սիրում ես։ Որովհետև ուրիշ ելք ուղակի չկա։ Իսկ այդ էներգիատ եթե ուզում ես ինքը վեր մնա, դու դրա համար էլ պետք է քայլեր անես, ինքն էլ օթից չի գալիս։ Մենք մարդիկս շատ ենք, չէ, հոգնում, ասում ենք գոնե այս կողմը չլներ կյանքի, օրինակի համար այդ էփել, թափել, ուտելը, բան եւ այլն։ Եթե դա մեջտեղից հելներ, որ մտածում ես կամ առողջության ֆակտորները, եթե առողջությունը հանգարց ինչ որ միտեղ չնվաղեր, բան գիտես ինչեր կանեի ու սենցա չէ միշտ։ Բայց փաստորեն մարդը պետք է կարողանա այդ բոլոր կետերում բռնի իրան։ Եթե ինքը ուզում է այդ գորշից դուրս գա, ինքը պետք է այդ բոլոր կետերում իրան բռնի, այսինքն այդ նշանակում է պետք է ինքը ֆուլ էներգիա ունենա։ Պետք է ինքը առողջ լինի։ Առողջության համար ինքը պետք է մաքուր սնվի։ Ինքը չպետք է ընկնի ֆաստ ֆուդների հետևից։ Ինքը չպետք է ասի ժամանակս չի երիքում ջանդամիշ կուտեմ այնքանա որ ուտեմ։ Ինքը պետք է սպորտ անի, որ իր էներգիան թարմ մնա, արկայծուն մնա, որ այդ էներգիան շարժի մեջ մնա, որ իրան կարողանա հերիքացնի, որ այդ մարդը զբաղվի հենց այն ամեն ինչով, ինչը ինքը սիրում է։ Պետքա փորձի իր տրամադրվածությունը ոգին կայուն պահի, չկոտրվի, որովհետև այդ process-ները, որ դու ուզում ես ինչ որ մի բան կյանքումդ փոխես, որ դու ուզում ես կոնկրետ մի վիճակը փոխարինես մյուսով ու այդ միջանցիկ զոնան ինքը այնքան բարդ է տրվում, որ դու իրոք գերբնական ուժ ու էներգիա պետք է ունենաս, որ դու կարողանաս, եթե բախտը չի բերում, էլի ինչ որ մի բան փորձես ու դառնա, մարդիկ կան, որ այդպեսին են, որ ինչ որ մի բան փորձում են ու իրանց մոտ ստացվում է, վсё, այդքան բան։ Իրանք կարիք չունեն երկրորդ անգամ ինչ որ ուրիշ մի բան փորձելու, որ ստացվի։ Բայց փաստը կայանում է նրանում, որ այդ դեպքերը, որ մենք տեսնում ենք, որ մարդ մի անգամ արեց մի բան ու ստացվեց, դա այնքան նվազա։ Բայց մարդը էլի ձգտում է դրան, ասում է, ինչ լավ կլիներ, որ մի անգամ փորձեի ու դառնար։ Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ չէ։ Որ մարդը պետքա ինքը այնքան կայուն լինի ոգով, որ եթե մի բան փորձեց, ինքը պատրաստ լինի, որ դա չի ստացվելու նաև։ Երկրորդն էլ չի ստացվելու, 5-րդն էլ, 10-րդն էլ։ Ու ինքը իր այդ սերը, ինչի մեջ ինքը սեր ունի, փորձի սևեռի ուրիշ կերպ, ուրիշ դրսևորմամբ, ուրիշ միջոցով, ոնց անի, որ կարողանա ռեալիզացվի։ Խնդիրը ինքնառեալիզացումն է։ Որտեղ որ քո հոգին կխաղաղվի, որտեղ որ դու կանես բաներ, որոնք որ քո հոգին կլցնի, քո սիրտը կլցնի, որոնք որ անգամ գիշերը քունը չի տանի մինչև դու արած ավարտած չլնես էդի։ Մարդը իրականում պետքա գտնի նման մի բան, ով որ ուզում է նաև հոգևոր աճ ապրի, ով որ ուզում է հոգևոր զարգացում ապրի։ Գտնի միջոցներ, գտնի ճանապարհներ, որտեղ որ ինքը կզբաղվի նրանով, որտեղ որ իր հոգին կփառավորվի։ Այն ոնց է որ կրակը վառվում է, սենց էս անում, սենց կայծեր են թռնում, որ սրտիցդ այդ այնց կայծեր թռնի։ Մարդը պետք է կարողանա գտնի դա։ Այսինքն եկանք հանգեցինք նրան, որ նախ եւ առաջ մարդը պետքա իմանա թե ինքը ինչ է սիրում։ Նախ եւ առաջ մարդ պետք է ինքը իմանա թե սենց իրան խառնի, որ սիրտը սենց խառնի, այդ կայծերը ինչի նկատմամբ սենց կայծեն, այդ կայծերը ինչի նկատմամբ, երբ որ դու մեջդ փորձես այդ ամեն ինչը ֆիլմի կերպով, սենց ֆիլմային կերպով գլխումդ պատկերներ լինեն այդ երևույթի նկատմամբ, որ երևույթը դա կլինի, որ քո սրտից այդ այնց կայծեր կթռնեն։ Միան ջուր խմենք։
Այսինքն ամեն ինչ ինքը հստակ է, որ պետքա մարդը ինձ թվում է գիտակցի նախ եւ առաջ, թե ինչն է իրան ինքնարեալիզացման տանում, կամ ինչը կարա տանի։ Երկրորդ, փորձի ելքեր փնտրի, այդ թելերի փորձի այդ թելերի համակարգը գտնի, թե որ թելը որին միացնելով կբերի, կկառուցի մի հատ համակարգ, որտեղ որ ինքը կլինի առավելագույնս օպտիմալ։ Երրորդ, պետքա իմանա, որ այդ ամեն ինչը ինքը երկարատև պետքա անի, փորձի։ Ու այդ երկարատևության մեջ ինքը չպետք է ընկրկի, որի համար անհրաժեշտ է ինչ, էներգիա, առողջություն, ռեսուրս։ Այսինքն եկանք մենք հանգեցինք ինչ-որ մի հատ փոքր կոնստրուկտի, որը որ հստակ կարա ցույց տա, թե ոնց անես, որ կարողանաս փոխարինես այն ամեն ինչը, ինչը որ չես սիրում, նրանով, ինչը որ դու կսիրես։ Ու այս վերջերս այդ հարցերը իմ մեջ ինձ հանգիստ չեն տալիս։ Այդ հարցերը անգամ ես երբ որ ոդքասթով խոսում եմ լավ մարդկանց հետ, այդ հարցերը ես իրանց ամեն անգամ ուղղում եմ, որովհետև այդ հարցը իմ համար հարցերի հարցն է, ոնց անի, որ մարդը կարողանա գա նրան, որ զբաղվի բաներով, ինչ ինքը սիրում է։ Ու եթե անկեղծ լինեմ, դուրսը մեզ պատահած մարդիկ, ովքեր փող ունեն, իշխանություն ունեն, փառք ունեն, ունեցվածք ունեն, կայունություն ունեն, բայց երբ որ դու կտեսնես իրանց դեմքը դժգոհ, դա նշանակում է մի բան, որ իրանք ամեն ինչ ունեն, բայց իրանք այտենց էլ չեն հասկացել, թե իրանք ինչ են սիրում։ Ու երբ որ մարդը դրսում հանդիպի մարդկանց, ովքեր որ դժգոհ են, էլի դեմքով, ովքեր որ ժամանակ չունեն, իրանց սաղ կյանքի ընթացքը ինտեգրված է իրանց գործի մեջ, իսկ գործը իրանց քամում է, ժամանակ ու էներգիա չի տալիս վերջում, որ այդ մարդը կարողանա ինչ-որ մի ուրիշ բանով զբաղվելու, դա նշանակում է, որ այդ մարդը ընկած է մի հատ ինչի մեջ, մի հատ sense անիվի մեջ, որտեղից ինքը ելք չի տեսնում, թե ոնց դուրս պետք է գա։ Իսկ այն մարդը, որին որ դրսում մարդը պատահում է զվարթ, խաղաղ դեմքով, սիրունադեմ, սիրուն էներգիայով, հանգիստ, առանց կոնֆլիկտայնության, էմպաթիկ, կարամ բազմաթիվ թվեմ, երբ որ դու տեսնես այդ մարդուն կճանաչես, բաց էներգիայով, կոմունիկատիվ, դու կտեսնես, որ այդ մարդը գտել է իր բանը, ինչով որ ինքը զբաղվելով, լավ է, ինքը իրան գոհ ազգում, երջանիկ, ռեալիզացված։ Իր ստեղծած բարիքը ի օգուտ է նրան, ինչով որ ինքը ռեալիզանում է։ Ես կմաղթեմ յուրաքանչյուր մարդու, որ ինքը գտնի իր առաքելությունը կյանքում։ Ես կմաղթեմ յուրաքանչյուր մարդու, ով իր տեղը կգտնի այս կյանքում։ Ես կմաղթեմ յուրաքանչյուր մարդու, որ յուրաքանչյուրը կարողանա գա ու գտնի այն ճանապարհը, ինչի մեջ ինքը երջանիկ է, ինչի մեջ ինքը չի սպասում երբագիշերը լուսանալու, որ ինքը անցնի այդ ընթացքին։ Ես կմաղթեմ յուրաքանչյուր մարդու զգալու այդ առկայծող զգացումները, որ դրանք իրան չթողեն քնել, որ այդ մարդը հելնի ու դրա նկատմամբ աշխատանք տանի։ Ես ամենաշատը կմաղթեմ յուրաքանչյուր մարդու այդ ամենը, որովհետև դա է հիմքը մարդու երջանկության, ինքնարեալիզացում, ուրիշ ոչ մի բան։ Քեզ ուղակի զգալը նրա մեջ, ինչը որ դու անում ես, ու զգալը, որ հենց դու դրա համար ես, ու կայֆ է, որ դու հենց այդ տեղում ես, ու դա անում ես հենց այդ, ու շնորհակալ ես։ Որովհետև եթե անկեղծ լինեմ, ոնց նշեցի արդեն իմ զրույցում, շատ քչաթիվ մարդկանց է տրված, որ այդ մարդիկ ուղղակիորեն իրանք գան գտնեն այն ամեն ինչը, ինչի համար իրանք պետքա լինեին։
Իսկ այն մեծ աթիվ զանգվածը կամ չի գտնում ընդհանրապես, կամ ընդհանրապես չի փնտրում, կամ էլ եթե գիտի, այնքան մեծ գին է դրա համար վճարում, որ ինքը զգում է, որ ես ինչքան գին վճարեցի, ես ինչքան շատ ներդրեցի, մինչև ես գայի հասնեի, բայց դա արդարացված է, արժի դրա համար մեծ գին վճարել, իսկ արժի դրա համար ամենը վճարել, այնքանա որ գաս հասնես այդ կետին, որտեղ որ դու ռեալիզացված ես։ Ես մաղթում եմ յուրաքանչյուրիս ինքնառեալիզացում։ Մեր առաքելության փնտրտուք ու գտնել յուրաքանչյուրիս եմ դա մաղթում։ Դա իմ համար ամենից ամենակարևոր կետն է կյանքում, լրիվ անկեղծ։ Շնորհակալ եմ զրույցը մինչև վերջ լսելու համար։ Շնորհակալ եմ, եթե հետևում եք, շնորհակալ եմ, եթե կհետևեք այս էջին ու կնպաստեք այս էջի աճին, որովհետև ես ուրախ կլինեմ այս զրույցները, որ մարդիկ նայեն։ Ես անկեղծ եմ ասում, որ շատ ուրախ կլինեմ, որ տեսնեմ, որ մարդիկ կիսում են այս ամեն ինչը կամ այս ամեն ինչը ինչ որ ի նպաստ իրանց ծառայում է։ Հա, ես իրոք։ Եվ նաև իմ Instagram-ին որ հետևեք, story-ներով ես նաև կտեղադրեմ այդ նոր էջից հատված link կամ հենց իմ bio-ում էլի կտեղադրեմ Instagram-յան bio-ում կտեղադրեմ link, որտեղ որ YouTube-յան մյուս էջն է, որտեղ որ հենց զրույցի սկզբում նշեցի ինչ մտադրություն ունեմ անելու ու արդեն մի էպիզոդ հրատարակված պետքա լինի էլի։ Այս զրույցս որ գնա արդեն on-line, արդեն պետքա որ այդ էպիզոդը հրապարակված լինի մյուսի մեջով, որը կոչվում է NoMap, առանց քարտեզի, ուղղակի գնալու եմ հեծանիվով պտույտներ կատարեմ, GoPro-ներով նկարեմ, ինչ որ միտեղ նստեմ կոֆե, սուրճ, ինքս էփեմ, սարքեմ, նստեմ վայելեմ, զրուցեմ, հա, այդ է լինելու ու կայֆ է լինելու, վստահ։ Շնորհակալ եմ ձեզ շատ, մենակ ձեզ լավություն եմ մաղթում, հա, մենակ լավություն եմ մաղթում, լավի մեջ եղեք, մերսի։